որ PDF-ով նկարած PDF եղած է եւ Լիլիթ ասաց որ ինքը արդեն սա դրած է մեր գայքի էջի վրա բոլորդ արդյոք ունեք եւ նրանք ովքեր վերջը միացան կարող են երթալ եւ տեսնել ինչ որ ասկե մի քանի շաբաթ առաջ դրված է գայքի էջին մեջը Լիլիթ Կարծեմ չէ Հայր Անտոն, հիմա կդնեմ։ Նորեն բիտնես հիմա շատ լավ Okay սկսենք աղոթքով Գաղութենք հայր մեր ողջույն եւ բարգոր միասին Աննոր եւ որդվո եւ ոգուի սրբո ամեն Հայր մեր որ արգենես ես Սուրբ եղեցի անուն քո եղեցի արքայություն քո եղեցին գամ քո որպես արգենես եւ երկրի ըս հաց մեր հանապազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որպես եւ մեկ տոնք մերոց բարդաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն արբրգյազ մեզ ճարե զիկոյ արքայություն եւ զորություն եւ պարկ ավիտյանս ամեն ողջույն քեզ Մարիամ լիշնորոք Տերն քեզ օրհնյալ ես դու կանայս եւ օրհնյալ է բդու որովայնի քո Հիսուս սրբի Մարիամ մայրասզո բարեխոսի ավասը մեր մեղավորացս այժմ եւ իժամու մահվան մերո ամեն Բարքոր եւ որդվո եւ ոգուին սրբո այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավդենից ամեն Տակուի մասության աղոտի ավասը մեր անհոր եւ որդվո եւ ոգուին սրբո ամեն Հիմա որքան որ այսինքն կեսերնից նոր եք այս ամենին բայց չեմ գիտեր եթե ուրիշ ծև կա որ մենք առաջ երտանք կամ մի շարունակեմ այդ ինչ որ սկսել եմ այդ անկանակավադով եւ հիմա դուք ունեք բանի էջի վրա գայքի էջի վրա բանա գայքը չէ ավելի WhatsApp-ի մեր խումբի էջի վրա ունենք այս նույն անկանակավադով որը 24 էջ է եւ մի քիչ մեկնաբանություն է անկանակավադով մասին ուրեմն վերջին անգամ որ խոսում էի ուրեմն արած էի այդ մասը որ հաղաքս մեր մարդկան եւ վասն մերով բրգության իջալ երկնից մարմնացավ մարտացավ ծնավ գադարելաբես ի Մարիամա սրբո գուսեն հոգվովն սրբով որով է առ մարմին հոգի եւ զմիտ եւ զամենայն որին չէ մարդ ճշմարտաբես եւ ոչ կարծով այս մի քանի բարերի մեջը առնվազն 13-14 չափազանց կարևոր խոսքեր կան մեր հավատքի մասին որոնց ամեն մեկը ահագին մեկնաբանության կարիք ունի ուրեմն որ հաղաքս մեր մարդկան եւ վասն մերով բրգության ուրեմն Հիսուսի աշխարհ գալը Սուրբ Յորդան երկրորդ անձի աշխարհ գալը մեզ համար է մարդկության համար է եթե մարդկություն չի լիներ աշխարհիս վրա Հիսուս չպիտի գար բայց ընդեղ որ ասում է եւ վասն մերով բրգության մեր բրգության համար հիմա հոս է որ շատ ասազապաններ վիճապանության մեջ են եւ դարբեր մեկնաբանություններ ունին մեկ մասը մեկնաբանում է ասելով որ նույնիսկ եթե Ադամ եւ Եվայի մեղքը չլիներ Սուրբ Յորդան երկրորդ անձը
աշխարհ պիտի կար, մարմին պիտի առներ, այո, բայց անշուշտ, եթե մեղք չկար, այդ զոհը չպիտի լիներ, ինքը բանմարտիկ չպիտի սպանեին իրեն, ինչպես պիտի լիներ այդ ամենը, այսօր ոչ էլ կրնանք մենք մտածել կամ հասկանալ կամ որոշել, թե ինչպես պիտի լիներ, սա բայց մարդկանց կամ աստվածաբանների բզդիկ մի մասն է, և սա նորություն չէ, այլ տեսնում ենք առաջին տարերին նաև այս ամեն գաղափարները կային, նորություն չի գա այսօր, նույն գաղափարներն են, որ արձածված են և ուսումնասիրված են տարբեր պատճառներով, տարբեր բաների մասին մտածելով, բայց քանի որ մեղքը կա, հոն է որ մենք պիտի նայենք, թե այո, չափազանց շիտակ է, երբ ավադո հանգանակը մեզ ասում է, աղս մեր մարդկան և վասն մերո պրգության, մեր պրգության համար է, որ երկինքեն իջավ և մարմնացավ, մարդացավ, ծնավ կատարելպես իմարյամա սրպո գուսեն, ասոր մասին ասել են, նորեն պետք է ասեմ, որ այո, մարմին արավ և ինչու այդ շեշտը տրվում է, որ մարմին արավ, որովհետև 5 դագարանին մեջը մենք տեսնում ենք Աստծո կամ ավելի շատ տարբեր հոգևոր էակների, ռեշտակների ներկայությունը հանդիպումները մարդկանց հետ և այդ ժամանակ իսկական մարմնացալ չեն, այլ այդ մարմնի երևույթ ունեն, բայց մարմին չունեն, նույնիսկ երբ որ կարդում ենք Աբրահամի պատմության մեջը, որ 3 հոգի եկան և հանդիպեցին Աբրահամին և նույնիսկ իրենք հաց կերան, որովհետև ինքը անասուն մորթեց և պատրաստեց, որ ուտեն, հիմա ինչպես եղավ Աստծո համար դժվար բան չկա, որ գերագուրը անետանա կամ մարդիկ կարծեն, որ իրենք կերան կամ ինչ-որ է, ոնդեղը խնդիր չկա, խնդիրը մեր հասկացողությունն է միայն, ուրեմն կարևոր կետը ինչ որ Հիսուսի հետ եղավ, նույնը չէ, ինչ որ և Աբրահամը, և Սամսոնի մայրը, և Գիդեոնը, և ուրիշ շատեր, որ հանդիպեցան, և ինչպես Հակոբը գրվեց, այդ ամենը մարդկային գերբարանքը, արտաքին մի բան էր, բայց իրականություն չէր, չէին մարմնացած, մարմին չէին արած, ուրեմն մարմնանալ մեկ բան է, որ իրապես նյութական մարմին մարդացավ, որ կնշանակե ունենալ նույն հատկությունները, որ մենք ունենք որպես մարդ, այսինքն հոգի և մարմին ունենք այդ ինչ որ կազմում է մարդ էակը, որ է մեր միտքը, մեր ազատություն, մեր կամքը, մեր ազատությունը, այս ամենը, որ անում է, որ մենք մարդ ենք և ոչ թե ուրիշ էակ, ուրիշ մի արարած աշխարհիս վրա, այդ ինչ որ մեզ անում է հատուկ մարդ, ուրեմն Հիսուս այդ ամենը ինքը ստացավ, ինքը ունեցավ նույնը, ինչ որ մենք ունենք և միևնույն ժամանակ ինքը մնաց
ասված եւ սա է երբ որ մենք խոսենք եւ կբացատրենք որ Հիսուսի մեջ գա մեկ անց երկու բնություն Վարդապետ ջան, այո այն անգամին էլ ես մասին ասեցիք, հարց այն անգամ այն ժամանակվանից է ծագել մոտս, որ նորից վերադարձակ հարցս տամ։ Չէի մտածել, ուղղակի ձեր մեկնությունից հետո է ձեր միտքս եկավ։ Մենք Տեր Հիսուսը ասում եք այնպիսի մարդեր, ինչպիսին մենք ենք։ Հետո այնտեղ հարց եղավ, թե Տեր Հիսուսն էլ ունի մեր նման հոգի։ Ասացիք նրա հոգին մեր նման չի, նրա հոգին Սուրբ Հոգին է։ Այսինքն եթե ինքը Սուրբ Հոգով է, իր հոգին Սուրբ Հոգին է, տարբեր է լինում, ոչ մեզ նման մարդ, այլ գերմարդ է ստացվում։ Չեմ գիտեր եթե ես շիդակ ձևով բացատրել եմ կամ ոչ, բայց պետք է բանեմ որ եթե իր հոգին միայն նաև պետք է բացատրենք որ հոգին ինչ է հոգին այդ մասն է ասենք որ մարդս մեկ բահում է որովհետև մեր մեջը դարբեր անդամներ կան եւ դարբեր ձևերով իրենք ընթանում են բայց այդ ամենը միացնողը ոչ միայն մարդուս մեջը այլ նաեւ անասունների մեջը այդ ինչ որ միացնում է այդ ամենը սա է հոգին եւ այդ հոգին երբ մտածում ենք անասունների մասին այդ երբ որ անասունը մահանում է ուրեմն հոգի չունի այլևս եւ ինչ որ կմնա կսկսի պտտել մարդը երբ որ մահանում է հոգին այլևս թողնում է մարմինը եւ մարմինը սկսում է պտտել եւ ամեն մեկ մասը դարբեր ձևով պտտում է դարբեր ձևով վերջանում է հիմա Հիսուսին մեջը բավականին բարդ է եւ բացատրելը եւ հասկանալը որ Հիսուսին մեջը գա եւ այդ հոգին որ մարմինը այսինքն իրար հետ բախում է եւ այդ հոգին է որ նաեւ ունի իր կամքը իր գիտությունը որը աստվածային չէ եթե ասենք որ Հիսուսի մեջը միայն աստվածային հոգին է Սուրբ Հոգին է սա մեծ խնդիրներ կառաջացնի սա ուրեմն չի կրնար այդ հոգին միևնույն ժամանակ կատարյալ աստվածային գիտությունը, կատարյալ աստվածային կամքը ունենա եւ միևնույն ժամանակ միայն մարդկային ունենա։ Մարդկային ինչ որ կա Հիսուսի մեջը, սա դարբեր է ինչ որ աստվածայինն է։ Ուրեմն չեմ գիտեր եթե անցյալ անգամ հասցրեցի այս ամենի մասին խոսել կամ միայն մեկ մասին խոսացինք եւ ուրիշ բանի անցանք ես այս հարցը իմ մտքից մեջ էր եւ այսօր մասին ես այսօր պիտի անդրադառնայի պատրաստած էի այսօր մասին խոսալ ուրեմն նորեն կգտնեմ Հիսուսի մեջը այդ երկուսը կա եւ այդ Սուրբյորթյան երրորդ անձը որ Հիսուս որպես Սուրբյորթյան երկրորդ անձը միացած է Սուրբ Հոգու հետ ինչպես նաեւ Հոր Աստծո հետ բայց նաեւ Հիսուսի մեջը կա մարդկայինը
մարդկային բնությունը ամբողջությամբ եւ մահկանացու լինելը եւ բան գամքը եւ գիտությունը եւ ազատությունը այս ամենը Հիսուսի մեջ արգա են երկար բիդի մտածենք եւ բիդի աշխատենք այս ամենը անշուշտ ավելի եւ ավելի լավ հասկանալ բայց ճշմարտությունը բարձ է բարձ երբեք նշանակեր հեշտ տեսեք վարդապետ մենք ունենք հոգի, որը մեր մարմնի հետ չի մահանում։ Մենք բացի մեր հոգուց կարող ենք նաև ստանալ Սուրբ Հոգին, սուրբերից շատերը կան, որոնք Սուրբ Հոգին որ ստանում են, բոլորովին այլափոխվում են, այլ ձև են դառնում։ Այսինքն Սուրբ Հոգին Աստված է, որ բնակվում է, բայց դրանից բացի ինքը ունի նաև իր հոգին։ Շատ բարդ է։ Երբ որ խոսում ենք, որ Սուրբ Հոգին գալիս է մարդուս մեջ, ինքը չի միանում, մեր հոգու մաս չի կազմում։ Այո, վարդապետ ջան, բայց դուք ասացիք այն ժամանակ, որ հոգին ստեղծվում է հենց բեղմնավորման առաջի վայրկյանից։ Այո։ Այսինքն իսկ Տեր Հիսուսը մարդանում է Մարիամ Աստվածածնից եւ Սուրբ Հոգուց։ Այսինքն այն հոգին, որ մենք ենք մարմնացել, մերը այլ հոգի է։ Տեր Հիսուսի այդ հոգի, Տեր Հիսուսի հոգին միանգամից Սուրբ Հոգին է։ Ոչ, չի գնար այդպես լինել, որովհետև երբ որ գոհասինք Սուրբ Հոգու միջոցով է, որ ասազամայրը հղիացավ, այսինքն բամբիդենք, որ Սուրբ Հոգու միջոցով է, որ ասազամայրը հղիացավ, այսինքն մարդկային սերմի, տղամարդու սերմի կարիքը չի գար։ Որովհետև տղամարդու սերմով է, որ երբ որ այդ երկուքը միանում են եւ լինում է հղիությունը, ասածամար բանը նույնիսկ ֆիզիկական օրեն եւ մի հրյա գիտնական նաեւ փաստում է, որ Հիսուսի մեջը չի գա իրեն արյունը քննելով այդ եզրակացության գալիս է, որ Հիսուսի մեջը չի գա որևէ մի բան, որ ցույց տա, որ տղամարդու սերմ եղած լինի հոնդեղ։ Y-ը չկա, երևի կանանց մոտ XX է, իրենց մոտ XY է։ Երևի այդ Y-ն է բացակայում, հաստատվում է։ Այդ բաներուն չեմ բան եղած, շվեսեն խորը մտած, որ ավելի լավ հասկանամ այդ ամենը։ Ինչևէ, բայց նորեն կգրտնեմ, Հիսուս ուներ եւ եթե այդ Հիսուսի մարմնի Հիսուսի մեջ եղած հոգին չմերներ խաչի վրա, ուրեմն ինքը մերած չէր, մարդկությունը ամբողջովին մերավ։ Այո, հիմա հասկացա։ Աստվածությունը մնաց, մարդկությունը մերավ եւ վերջը հարություն արավ։ Ինչպես որ մենք եւս մի օր հարություն պիտի առնենք։ Ուրեմն մարմնացավ, մարտացավ, ծնավ գադարելաբես Մարիամա Սուրբ Օգուստեն։
Տնավ կատարելապես եւ հոս նաեւ ուրիշ մի խնդիր կա, որ եկեղեցին մեզ սովորեցնում է, որ Աստվածամայրը գույսեր Հիսուսի ծնունդեն առաջ, ծնունդի ժամանակ եւ ծնունդեն հետո։ Սա բավականին խնդիր է եւ ինչ որ մենք որպես թավանանք ընդունում ենք ոչ թե ասելով որ Հիսուս որպես մի հրաշք դուրս եկավ Մարիամից առանց որ գույսությունը գործեն։ Այսինքն ինչ կնշանակի գույսություն հոն սա էլ չափազանց կարևոր մի բան է։ Ինչ կհասկանանք եւ որ կսենք գույս։ Գույսը մի ֆիզիկական բան է անշուշտ եւ դողո մեջը եւ աղջկա մեջը սա մի բան է ֆիզիկական բայց նաեւ սա ամենակարևոր մասը այն է որ այդ անձը իր սիրտը ուրիշին չէ դված գույս է այդ անձը որ կարծեմ բեչիգա որ ես ասա բանի մասին այդպես խոսիմ որ շատ բաց լինի բայց այսօր կան գիներ աղջիկներ որ ֆիզիկապես գույսությունն բայց իրենք գույս չեն որովհետև շատ աղջիկներ հետ խաղացել են գույսը այդ անձն է որ ամբողջությամբ նվիրված է Աստծո եւ Աստվածամայրը ամբողջությամբ նվիրված է Աստծո ծնունդեն առաջ ծնունդի ժամանակ եւ ծնունդեն վերջը հիմա սա չի նշանակել որ Աստվածամոր գույսությունը միայն հոգևոր գույսություն է, չէ, ֆիզիկական գույսություն է, բայց ինչպես բացատրենք Հիսուսի ծնունդը, սա մի բան է, որ այսօր աստվածաբանները անոր մասին շատ կխոսին, բայց ոչ մեկ եզրակացություն չեն գնահատել։ Արդյոք Հիսուս Մարիամից դուրս եկավ եթե հիմա կլար բիցեին ասենք որ Ծեզարյան միջոցով բայց չէ Մարիամից դուրս եկավ ինչպես եկավ չենք գիտեր բայց պետք չի գա որ մենք ոնդեղը ֆիզիկական հրաշք տեսնենք Ինձ համար ամենահասկանալի ձևը ամենահասկանալի ձևը արևի շողն է վարդապետ որ ապակու միջից անցնում է Կարելի է այդ ձևով մեկնաբանել բայց շատ մարդիկ չեն ընդունում դա եւ եկեղեցին այսօր մասին վերջնական խոսք չի ասել միայն ասում է որ Աստվածամայրը գույսեր ծնունդեն առաջ ծնունդի ժամանակ եւ ծնունդեն հետո մինչեւ յանքի վերջավորությունը ամեն մեկը իր ուզած ձևով թող աշխատի հասկանալ եւ մեկնաբանել եւ այս ամենը ինչպես ասկարած ասել եմ նորեն Սուրբ Հոգու միջոցով է որ
դեղի ունեցավ։ Եվ ուրեմն այս ծևով, որ Մարիամը ղացավ, ուրեմն Հիսուս մարմին արավ, հոգի և միտք։ Հոսե բարձորեն ասում է, որով էար մարմին, հոգի և միտք։ Հանկանակ հավատոյի մեջն է, որ ինքը մարդկային հոգի ունի։ Եվ ամեն ինչ, որ մարդկային է, ճշմարտապես և ոչ թե միայն որպես երևույթ։ Իսկապես մեր նման է, ինչպես Սուրբ Պողոս ասում է, ամեն ինչով մեզ նման է, բացի մեղքից։ Սա է դարբերությունը։ Ուրեմն երբ որ խոսում ենք Հիսուսի գիտության մասին, ընդունում ենք, որ ինքը երկու դարբեր գիտելիքներ ուներ։ Մի կողմից աստվածային գիտելիքները, որը անսահման են, իսկ մյուս կողմեն սահմանափակ մարդկային գիտելիքները, որոնք նա իբրև մարդ ուներ, որքան էլ որ այդ գիտելիքները ավելին լինեին, քան մյուս մարդկանց գիտելիքները։ Այսօր նաև տեսնում ենք շատ մարդիկ, ովքեր շատ ավելի գիտելիքներ ունեն, քան թե ուրիշներ, եւ մարդկայինորեն չեն կարող մեկնաբանել, բացատրել, թե ինչու այդպես է, ինչու իրենք այդ ավելի գիտելիքներ ունեն, եւ ինչու ավելի զգում են, թե ինչքան կդառնա իրենց չորս կողմը։ Հիսուս ամեն ինչ սովորելու կարիք ուներ, քայլելու, խոսելու, շփդալու, այսինքն այդ ամեն ինչ կարիքը մարդս ունի։ Ես հանդիպել եմ վարդապետների, օդար վարդապետների, որ ուզեին ինձ համոզել, որ Հիսուս կարիքը չուներ սորվելու, ոչ խոսել, ոչ քայլել։ Ասի որ եթե Հիսուս ամեն ինչը կատարյալ ձևով գիտեր եւ կարիք չուներ սորվելու, ինձի համար Գեթսիմանի բարձեզը դադարախաղություն է եւ ոչ թե իսկական մեծ խնդիր, որ Հիսուս գտնվում է այդպիսի մի կացության մեջ, ուր ինքն է որ պիտի որոշե ընդունի կամ ոչ այդ բաժակը, որ հայրը իրեն տալիս է, ինքը պիտի ընդունի կամ ոչ իր կամքն է եւ ինքը ուներ ազատությունը ոչ ասելու, որպես մարդ ազատություն ուներ ոչ ասելու։ Եվ ինչու ոչ ասեց։ Ոչ չասեց, որովհետև կատարյալ 1,000,000% ինքը հնազանդություն ուներ։ Իր մարդկային կամքը 1,000,000%-ով ենթարկվում էր, ինքը ենթարկում էր իր աստվածային կամքին։ Եվ դրա համար իրապես ամենամեծ տագնապն էր Հիսուսին եւ դրա մասին մենք շաբաթը գոնե երկու անգամ մտածում ենք, երբ աղոթում ենք ամեն օր արտարանը մանավանդ ուրբաթ-օրերը, եւ որ գաղութենք արտարանի առաջին խորհուրդը Հիսուսի այդ տագնապալից ներկայությունն է Գեթսիմանի բարձեզում։ Պիտի հասկանանք, որ սա մի բան է, որ պետք է նորեն մտածենք
Եվ նաև մտածենք, որ ինչպես մենք պիտի կարողանանք այս ամենը Սուրբ Հոգու օգնությամբ։ Եվ Սուրբ Հոգին պիտի խնդրենք մենք միշտ օգնությունը, որ մենք կարողանանք շիդակ ձևով, շիդակ բարերը գործածելով եւ նաեւ դիմացինը շիդակ ձևով հասկանա։ Ես ամեն անգամ ձեր հետ խոսելուց առաջ խնդրում եմ Սուրբ Հոգուց եւ վերջին վայրկյանին չէ որ ես խնդրում եմ, որ օրվա աղոթքս է, որ կարողանամ շիդակ բարերը գործածել եւ նաեւ Աստված ձեզ օգնի, Սուրբ Հոգին ձեզ օգնի, որ դուք շիդակ ձևով կարողանաք հասկանալ։ Սա չի նշանակի, որ անպայման լավագույն կերպով ներկայացնում եմ, ոչ այլ լավագույն կերպով հասկանում եք, բայց պիտի աշխատենք։ Եվ որ մենք վստահենք Սուրբ Հոգուն, օրեր հետո, շաբաթներ հետո, ամիսներ, տարիներ հետո մենք ավելի եւ ավելի լավ կսկսենք հասկանալ այս ամենը։ Սա հիանալի մի բան է։ Ուրեմն շարունակելով գարտալ այս մասը, իբրև մարդ Հիսուս ասում է, որ ինքը տեղյակ չէ, թե երբ է գալու աշխարհի վերջը։ Նա նաև ամբողջովին անդեղյակ էր իր մահվան մանրամասնությունների եւ հարության մասին։ Այո, նա գիտեր, որ հարություն պետք է առներ, բայց երբ Գեթսեմանի բարձեզում նա աղոթում էր իր հորը, դա սոսկ սևագերբություն չէր, դա նրա համար իրոք տագնապալից մի բահ էր։ Խաչի վրա նա իրեն իսկապես հոր կողմից լքված զգաց, որովհետև իրապես մարդ էր եւ մարդկային միտք ուներ։ Ո՞վ է հարցում։ Հարցում չկա։ Շարունակեմ։ Ճարճարյալ, խաչյալ, տաղյալ, երրորդ ավուր հարուցյալ, ելյալ երգինս, նովին մարմնովն, նստավ ընդ աչմե հոր։ Ինչ որ քիչ առաջ ասեցի, դերասանություն չէր իր ճարճարանքը։ Եվ Հիսուսի համար, երբ որ ցաղգվում էր, կամ բուշեբսագը տրվում էր իր գլխուն, կամ խաչվում էր ամբողջովին մերկ, իր մարդ լինելը հոն չբազանց կարևոր է, որ հասկանանք, որ իրապես մարդ է, եւ եթե իրապես մարդ է, կնշանակե, որ այդ ֆիզիկական այդ ամեն չարչարանքեն զատ հոնդեղը այդ չափազանց վադ մույս կողմը կա, որ է այդ ամոթը, այդ անմեղը, որ դադաբարդված է եւ դադաբարդվում եւ բոլորի ծաղրանքի առարկան է լինում, այդ ամենը որքան Հիսուսին իսկապես դարաբեցների դվին, դարաբեց Հիսուս, ոչ միայն ճարճարվեց, իսկական դարաբանք էր իրեն համար, ոչ թե ուզածնի դրեք, չացևով չէր, որ հիս ծերծերքին մեջ եմ ուզածնի դրեք, ոչ, անշուշտ ինքը չեր ուզել ոչ մեկը իրեն զարներ եւ նաեւ տարբեր աղոթները, որ գաղութեմ աղոթներուն մեջը նա մի անգլերենով բան շարական որ կա
Գսե որ ամենախոցելի մասը Հիսուսի չարչարանքին դա էլ այդ բանը դատապարտությունը միակ անմեղը որ կա ամբողջ աշխարհի պատմության մեջ վասիկ դատապարտվում է ամեն տեսակ ապուշ բաներով եւ դատապարտվում է մահվան արտարության չկոյությունը եւ որ խոսենք այս ամենի մասին շատ ավելի բան կարևոր է որ մենք մտածենք որպես մտածական որպես աղոթք միանանք Հիսուսին մանավանդ որ մեր դիմացը մեծ բակի շրջանն է ուրեմն մտածենք այդ ամեն չարչարանքը Հիսուսին այդ ամեն նսեմացումը որ ինքը իմ փոխարեն ընդունեց իմ փոխարեն եւ երբ կսեմ իմ փոխարեն ես չեմ ուզեր ասել որ այդ միլիարդավոր մարդիկները որ կան ես անոնց մեկն եմ ոչ Հիսուսին համար մեզանից ամեն մեկը հադուկ է անշուշտ իր մարդկությունը իր մարդկային գիտակցությունը ավակին շաբթի օրը անշուշտ մեզանից յուրաքանչյուրը իր մտքին մեջ չուներ որպես անձ բայց իր աստվածային գիտակցության մեջը այդ ամենը այո որպես ամեն մեկնից յուրահատուկ այդ ամենը իր մեջն է ոչ թե ավակին շաբթի օրը միայն այլ հավիտենականությունից միլիարդավոր տարիներ առաջ միլիարդավոր տարիներ հետո չի փոխվել եւ երբ որ խոսենք տարիների մասին տարիները անիմաստ մի բան է երբ որ կմտածենք հավիտենականության մասին հավիտենականությունը ամբողջ միայն տարբեր բան է ուրեմն Հիսուսի չարչարանքը իրական է Հիսուսի չարչարանքը որպես մարդ ինքը շատ ավելի ընկճված էր ամեն կերպ եւ ֆիզիկապես եւ հոգեպես եւ ինքը այդ ամենը ընդունում էր որպես հնազանդություն եւ այդ հնազանդությունն է եւ եթե միան մեկ բան սովորենք այս ամբողջ կրոնագիտության մեջ սովորենք որ ամենակարևորը հոր Աստծո համար մեր հնազանդությունն է անկյաբրի կարևոր բան չի եւ ամեն մեղք որ գործենք ամենաբզդիկ եւ ամենամեծը եւ առաջին մեղքը Ադամի եւ Եվային եւ վերջին մեղքը որ պիտի գործածվի աշխարհիս մեջը բոլորը նույնն է անհնազանդություն ես կնախընտրեմ իմ մտածելակերպս եւ հոսե որ մենք այսինքն որքան որ մտածենք որքան որ աշխատենք չպիտի կարողանանք ամբողջությամբ ըմբռնել որ Հիսուս իսկապես միլիոն% այդ հնազանդությունը ընդունեց առաջին վարքյանին եւ եթե ասել մասին ուզենանք խոսել շատ երկար կարող ենք խոսել եւ սա նաեւ մեզի մեծ մեկնաբանություն է ինչպես պիտի գարտանք ավետարանները ինչպես պիտի գարտանք ամբողջ աստվածաշունչը ավետարանները երբ որ գարտանք եւ տեսնենք որ մինչև վերջը Հիսուս առանձնանում է աղոթելու եւ երբ որ աղոթում է Հիսուս չի կարծենք որ իր ըրածը ավելորդ մի բան է եւ աղոթքը ոչ միայն
մի ընկերական մի բան է, ոչ։ Աղոտ կա Հիսուս որպես մարդ, երբ որ աղոթում է եւ միանում է Սուրբ Երրորդության հետ, միանում է իր հոր հետ, այդ միությունը, որ կա, այդ միությունը իրեն դալիս է պետք եղած ուժը, պետք եղած հնարավորությունը, որբեսի իր մարդկային կամքը ենթարկե աստվածային կամքին։ Հիսուսին կյանքը մենք կկարտանք եւ շատ անգամ սխալ կկարտանք, հիմա նաեւ ասեմ, երբ որ խոսում ենք իր փորձությունների մասին, այդ անաբադի մեջ փորձությունը, երբեք մտածել եք, որ այդ փորձությունը իրական փորձություն էր, որ Հիսուս կարող էր սխալ պատասխան տալ, երբ որ Հիսուս խոսում է, որ ինքը պիտի երթա Երուսաղեմ եւ հոն պիտի չարչարվի եւ Պետրոսը իրեն գսե, որ այդպես բան չլինի, հա։ Եվ ինքը գսե, քնայ դեպս սատանա, Պետրոսին գսե, որովհետեւ սա իրական փորձություն էր։ Մի գազեք, որ Հիսուս քեֆ ընելով գնում էր դեպի Երուսաղեմ, որ ունդեղը պասպանվի, ոչ։ Լուրջ է, չափազանց լուրջ է։ Բայց մենք աղոթած ժամանակից երբեք չենք մտածել ասպանների մասին։ Կմտածենք մի բան, որ տեղի ունեցավ ասկի 2000 տարիներ առաջ ու վсё։ Ուրեմն ճարճարվեց, խաչվեց եւ եթե ոյվեցեո մենք փորձենք հասկանալ թե հռոմեական խաչելությունը ինչպես էր։ Իրապես չափազանց վայրակ մի բան էր եւ այդ վայրակությունը ինչ որ քիչ ասում էի, որ միայն ֆիզիկականը չէ, այլ այդ ամոթը, որ ավասիկ Հիսուս անմեղը փողոցներով քաշքշում են, ծաղրելով, թքելով վրան, եւ ինքը այդ ամենը դանում է։ Եվ երբ որ մտածենք, չեմ գիտեր դուք ինչպես բանենք, բայց ինձ համար ես շատ կմտածեի այդ ցավի մասին, որովհետև ցավը չեմ սիրել, ես Հիսուսին ցավի մասին շատ կմտածեի։ Արդյոք որքան ցավ կար այդ ամենի մեջ։ Բայց ավելի եւ ավելի տարիքս առնելով տեսնում եմ, որ խնդիրը միայն ցավը չէ, ամոթն է։ Արհամարված բոլոր ժողովուրդն։ Պետրոս ուրացավ, հոտան մատնեց, հույսները փախան, առանցին։ Եվ մենք ավելի թեթև կարնենք աս ամենը, որովհետև Հիսուս ասում է աս ամենին մասին սկիզբեն։ Մենրել է մեկ շաբաթ առաջ, ասում է, որ մատնողը պիտի լացես մեմեգա։ Պետրոսին ասում է, որ աս գիշետ ունենձի պիտի ուրանաս 3 անգամ։ Եվ նաև այդ նույն գիշերը ասում է իր աշակերտներին, որ իրեն պիտի զարնեն եւ մյուսները պիտի փախչին։ Առանձնությունը։ Եվ որ կմտածենք այդ առանձնության մասին, այսօր բանդերի մեջը ամենա
Թաժանը այդ առանձությունն է։ Եվ ինքը առանձին է։ Եվ այս ամենուն վրա կապել նա, երբ որ խաչի վրա ասում է, որ ինչու լքեցիր ինձ։ Այո, շատեր կմեկնաբանեն, որպեսզի մեզ ասեն, որ սա 22-րդ Սաղմոսն է։ Այո։ Բայց եւ այնպես լքված զգաց։ Իրապես առանցին։ Եվ ասի ավելի լավ, որպեսզի կարողանանք ամբրնել հասկանալ, պետք է գարտանք Եբրայեցիների ուղված նամակը։ Եվ անոր մեջ ասում է, որ Հիսուս աղաչեց, բաղատեց, բաղատանքով աղոթեց եւ Աստված ընդունեց իր աղոթքը։ Եվ որքան որ Աստված ընդունեց իր աղոթքը, բայց եւս ինքը մեռավ առանցին։ Մեռավ առանցին, այո, բայց ոչ թե լքված։ Իր մեջը գար այդ վստահությունը, որքան որ դուրսը բամը չի գա, որ ցույց տա, որ ինքը լքված չէ, ամեն ինչ ցույց տալիս է, որ ինքը լքված է, բայց ինքը ներքին կյանքը որ ունի, շատ լավ հասկանում է, շատ լավ գիտի, որ կարող է վստահել հորասություն, առանց գիտենալու թե արդյունքը ինչ պիտի լինի։ Վարդապետ ջան, ինչպես թե առանց գիտենալու։ Միթե Քրիստոսը չասեց, որ մարդու որդին պիտի Հովնանի նման 3 օր հետո հարություն առնի։ Նորեն այս ամենը ահագին խորհուրդ կա ասենց մեջը, որ մարդկային օրեն, երբ որ գործենք բացատրություններ տալ, ճիշտ պատասխանները չենք ստանալ։ Երբ որ Եբրայեցիների ուղված նամակը շիդակ ձևով հասկանանք, կտեսնենք, որ Հիսուսի գացությունը իրապես չափազանց դժվար մի բան էր։ Չափազանց դժվար մի բան էր եւ այսինքն այդ ինչ որ նաեւ երբ որ գսենք որ Հիսուս ասում է որ 3 օր հետո հարություն դառնի, այդ 3 օրը հadouk իմաստ ունի նոր գդագարանին մեջը եւ 5 գդագարանի մեջը նոր գդագարանի մեջը Հիսուսի խոսքերի մեջը ամեն ինչ երրորդ օրը բանն գարտում ենք նորեն եւ մեկ բան որ նաեւ Վանես Ավետարանիչը մեզ հանցնում է որ մի քիչ տարբեր մտածենք անյալ Ղազարոսի հարությունն է մույսները որ Հիսուս արեց 3 օր է բայց հոստեղը Հիսուս որբեսի ցույց տա որ վերջնական մի բան է որ բադահեց բանի Ղազարոսի հետ 4-րդ օրը իրեն հարություն կտա Երբ որ այլևս հույս չկա, գարելություն չկա, բոլոր մարդիկ արդեն հրաժարվում են սպասելուց ովևէ մի բան։ Ուրեմն Հիսուս իր խոսքը երրորդ օրը
որ երրորդ օր հարություն մի դառնե, բայց եթե մտածելու լաս իսկապես երրորդ օրն է, որ Հիսուս հարություն արավ, Չէ, որքան էլ հաշվում ենք, երկոր է գալիս։ դեսնես երրորդ օրը հատուկ իմաստ ունի։ Այսինքն վերջնական լինելուց առաջ։ Մարմինը մտնել սկսելուց առաջ։ Բայց անոնց ամենուն մեջը խորուրդ կա։ Եվ չեմ փորձել ես այդ խորուրդը ամբողջությամբ հասկանալ։ Ինձ համար կարևորը Հիսուսին հրածն է մեկ կողմեն եւ մյուս կողմեն, որ ես փրկված եմ Հիսուսին հրածով։ Նորեն, եթե Հիսուս մանրամասնությամբ գիտենար, որ ինչպես եւ երբ հարություն մի դառնե, այդ ամենը նորեն տադերախաղություն մի դելար։ Այդ ամենը տադերախաղություն մի դելար։ Սա մեր մտքին մեջ միշտ պետք է հատուկ տեղ տնենք, հասկանանք, որ Հիսուս տադերախաղություն չարեց։ Այդ ամենը ապրեց վստահությամբ, թե ինչպես պիտի լինի մեծ հարցմանշան։ Խոսքերը ուրիշ իմաստար ունեն։ Երբ որ կսկսիկ ուսումնասիրել, դժբախտաբար հայերենով շատ բան չկա, մեկնաբանություն չկա նոր գդագարանի այս ամեն քրություններին եւ այս ամեն ինչի յետևը ինչեր ու ինչեր կան չկա, չունենք։ Տարբեր լեզուներով ահագին քրություն կա, որոնց մեծամասնությունը այո կաթողիկե չէ, բայց նաև կաթողիկե ալգա։ Okay. Καλոր պատորը կշարունակեմ այս մասը, որ երրորդ օրը հարություն արավ, բայց հիմա մեկ երկու խոսք մեզ բակի մասին։ Մեծ բակը մարդիկ շատ ավելի կարևորություն կտան, ինչ պիտի ուտեն կամ պիտի չուտեն։ Այդ ամենը մեկ կողմ դրեք։ Ինչ որ ուզեք անել, արեք, ես հակառակ չեմ։ Միս կուտեք, չեք կուտեր, բանիր կուտեք, չեք կուտեր, այդ ամենը ձեր գիտնալիքն է եւ Սուրբ Ոսկրս է։ Եթե գուտես Աստծո փառքին համար գուտե, եթե չես ուտեր, նորեն Աստծո փառքին համար թողնա։ Եվ նաեւ եթե ես իմ որևէ բան ինքս պիտի զրկեմ որևէ մի բանից նպատակ ունենամ։ Եվ Հիսուսին ասեմ, Հիսուսին այս 7 շաբթվա մեջը ես այս բանը կցանկանամ անել եւ նպատակս ընտանիքիս մեջը ինչ կա, որ կուզեմ որ շտկվի։ Ընտանիքիս անդամներեն մեկը, ասկականներս մեկը, որ հեռացել է եւ եթե ես վստահ խոստանամ, ես ինձ խոստանամ, ոչ մի չի խոստանամ, ես ինձ խոստանամ, որ այս շաբթվա մեջը ամեն օր վարտարանը պիտի աղոթեմ, ամեն օր այս պիտի կամ ան պիտի դեմ եւ խնդրելով Հիսուսից, որ կամ ընտանիքին մեջը սերմիություն լինի, կամ մեկը որ եկեղեցին հեռացած է, թող եկեղեցին վերադառնա եւ այդ նաեւ ինձ համար կարևոր բաները ասոնք են, քան թե
ասենք որ ասված իմ գործ չկա, գործ գտնենք ինչ կինամիջ, որովհետև գործ գտնելն աղոթել լավ ամեն է, բայց առաջինը թող չլինի մեր աղոթքի նպատակի, 5-րդը, 6-րդը, բայց անգի առաջ հոգևոր արժեքներով մենք մտածենք։ Եվ նաև լավ կլինի, որ սա մեզ բակի շրջանին դուք ձեզ խոստանաք մի քիչ ավելի աստվածաշունչ կարդալ։ Եվ երբ որ կարդաք, ունեցեք տուղթ և քրիչ, եւ այդ հարցումները, որ ձեր մտքին մեջը գալիս են, տուղթի վրա գրեք եւ փնտրեք այդ հարցերին պատասխանները։ Եթե կուզեք հարցեր ինձ ուղղել, կարող եք ուղղել, ես ձեզի մի բան գտամ մեկ-երկու օրեն, հասցե գտամ, որ այդ հասցեով ինձ ուղարկեք ձեր հարցերը։ Եթե հարցեր լինեն, որ մի քանի հոգի կհարցնեն, ասանք ընդհանուր խոսացության ժամանակը ձեզ պատասխան կտամ։ Եթե միան ձեր հարցումն է, ձեզի գրավոր կամ նույնիսկ որ ավելի հեշտ անշուշտ ինձի համար, ձայնային բան պատասխան տամ։ Մեծ բակը ապաշխարության ժամանակ է, դառնանք դեպի Հիսուս եւ Հիսուս տոլինի մեր կյանքի հյուսիսը, մեր կյանքի ճշմարիտ եւ միակ ուղղությունը։ Շատ բարի։ Հարցումներ ունեք։ Գիտեք, պապանը ցավալին ուր է, եւ բոլորն անունները կան ոստեղը, բայց չեմ գիտեր, որ ձեզ մի քանի հոգի կա, որ նույն սենյակի մեջ չեք, բացել եք եւ ասված գիտե ինչ գործ եք անում։ Հայր Անտոն, ես այստեղ եմ ուղղակի կամերայիս հետ խնդիր կա, չեմ կարողանում միացնել։ 15 հոգի ենք հիմա, դու ես որ խնդիր ունես, բայց մեծամասնությունը ոչ ալլապանն ապահով եմ, որ Ես այստեղ եմ մի քիչ ուշ միացա, միանալու հետ խնդիր էր առաջացել։ կբադայի, ես ամենը կբադայի, բայց այո, դուք հիմա 1, 2, 3 հոգի եղան, որ բացեցին, 4-րդն ալ բացեց։ Դեմ դրա համար Հայր Անտոն։ Խնամում եմ իրան։ Կրնաս պատկերը բանալ եւ ցայնը կոծել, եթե չուզեր, որ ցայնը մեզ խանգար է։ Եղավ։ Շատ բարի։ Okay։ Բարի գիշեր ասեմ ձեր բոլորին, Աստծո օրհնությունը ձեր հետ լինի։ Այսօր եւ միշտ։ Բարի գիշեր։ Շնորհակալություն, բարի գիշեր։ Շնորհակալություն։ Բարի գիշեր։ Շնորհակալ եմ շատ, բարի գիշեր։